Հաջողված են ձկներ, կարիճ, սիրելի կարիճներ պարտքերից եք ազատվելու, եթե քիչ ծախսեք։ Ձկներ, կարիճ, խեցգետին։ Բայց ինչ պատահ։ Խեղճ առյուծներն ինչ անեն։ Առյուծները մյուս տարի առյուծի բաժինի իրանցն են։ Մի տարի էլ կդիմանանք։ Առյուծ խոյ, աղեղնավոր, բայց արդեն իսկ երբ որ Սատուրնը Նեպտունը գան խոյ, մեծ հնարավորություններ կա իրատեսական մեծ այդ ծրագրեր, միշտ ինչ եմ ասում, քանի որ Սատուրնը սիրում է smart management-ի լեզվով ասենք, բայց ինքը հստակ ժամկետներ է դնում պրոյեկտներին, հստակ գործիքակազմ, սահմաններ է դնում եւ գնում ես առաջ։ Սատուրնը դա է ենթադրում։ Այդտեղ կարևոր է լինի, ասեցի օդի տարերքի ազդեցության տակ ծնվածների համար, նրանք առավել հիմա էլ ունեն հնարավորություններ, երկվորյակ, ջրհոս եւ կշեռք, մեծ մեգա պրոյեկտներ, մեծ ծրագրեր, նրանք ավելի շատ ովքեր գործունեություն են ծավալում համացանցում, ովքեր IT տեխնոլոգիաների հետ է կապված նրանց գործը, նաև հեռուստատեսություն, ռադիո եւ այլն, մանավանդ եթե եւ այդ գործունեություն են ծավալում եւ նաև այդ կենթանակերպերի ազդեցության տակ են։ Բաց չթողնենք մեր հայրենակիցները չնեղանան։ Առյուծ, խոյ, աղեղնավոր ասեցինք, հողի տարերքից այծեղ ջուր ցուլ եւ կույս, սիրելի կույսեր եւ սիրելի ձկներ, Սատուրնը դուրս է գալիս արդեն 26 թվականի փետրվարից։ Մանավանդ վերջին օրերի ծնվածներ, այսինքն կույս, կշեռք, ձուկ եւ խոյ։ Ի վերջո ձեր բազատվում եք այդ բոլոր սահմանափակումներից։ Գիտեմ, որ արտերկրում օվկիանոսներից այն կողմ Սատուրնը պարտադրանք է դրել այնտեղ եւ աշխատելու եւ այդ երկրից հեռանալու, փորձեք կարգավորել ձեր գործերը եւ համապատասխան մասնագետներ ներգրավեք։ Դեկտեմբերի այդ 2 շաբաթը ուշադիր եղեք, որտեղ այդ մասնագետները հենց այն վայրերում կհայտնվեն, որտեղ դուք կլինեք, ձեր փաստաթղթերը պահեք ձեզ մոտ եւ հեռու եղեք պետության հետ խնդիրներից, կարգազանց մի եղեք, Սատուրն նաև կարգապահության մոլորակն է, այլևս չունենք, այծեղ ջուրներ, սիրելի այծեղ ջուրներ ձեզ 2 տարուց ավելի մեծ հնարավորություն, որտեղ Յուպիտերը խեցգետնում է, մի քիչ ձեզ համար ձեր պլանները հասկանում են, որ ուշանում են, բայց ոչինչ, 27-28 թվականին Յուպիտերը կույս կգա եւ աշխատակազմ կընտրեք եւ կմեծացնեք ձեր բիզնեսները, եթե բիզնես գործունեություն եք տամ եւ իհարկե մեծ հնարավորություն ձեր կյանքը բարելավելու։ Ինձ հուշում է գալիս, որ ջրհոսների մասին թերի եմ ասել, թերի չեմ ասել, սկզբում էր Պլուտոնը ջրհոսի կենթանակերպում, ասեցի, որ հիմնահատակ փոխվելու է ձեր կյանքը, պատրաստ եղեք, որտեղ կարող է ամեն ինչ քանվել, բայց նորը կառուցելու շատ մեծ հիմք եւ հնարավորություն կա։